Ծննդոց, գլուխ 5. Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ դրեց նրանց ստեղծվելու օրը։ Երբ Ադամը 130 տարեկան էր, իր նմանությամբ իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը 800 տարի եղան և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Ադամի բոլոր օրերը 930 տարի եղան և նա մեռավ։ Երբ Սեթը 105 տարեկան էր, ծնեց Ենոսին։ Ենոսի ծնվելուց հետո Սեթը 807 տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սեթի բոլոր օրերը 912 տարի եղան և նա մեռավ։ Երբ Ենոսը 90 տարեկան էր, ծնեց Կայնանին։ Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց 815 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոսի բոլոր օրերը 905 տարի եղան և նա մեռավ։ Երբ Կայնանը 70 տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։ Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց 840 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Կայնանի բոլոր օրերը 910 տարի եղան և նա մեռավ։ Երբ Մաղաղիելը 65 տարեկան էր, ծնեց Հարեդին։ Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց 830 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Մաղաղիելի բոլոր օրերը 895 տարի եղան և նա մեռավ։ Երբ Հարեդը 162 տարեկան էր, ծնեց Ենոքին։ Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց 800 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Հարեդի բոլոր օրերը 962 տարի եղան և նա մեռավ։ Երբ Ենոքը 65 տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։ Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոքի բոլոր օրերը 365 տարի եղան։ Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։ Երբ Մաթուսաղան 187 տարեկան էր, ծնեց Ղամեքին։ Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց 782 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Մաթուսաղայի բոլոր օրերը 969 տարի եղան և նա մեռավ։ Երբ Ղամեքը 182 տարեկան էր, ծնեց մի որդի և նրա անունը Նոյ դրեց, ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։ Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց 595 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ղամեքի բոլոր օրերը 777 տարի եղան և նա մեռավ։ Նոյը 500 տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։